մահացության ցուցանիշի նվազեցման նպատակով 2006 թվականից ամերիկյան կիբելեցրագիրն է իրականացվում Հայաստանում բարեգործական հիմունքներով։ Ծրագրի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են Գյումրու ծննդատուն։ Արտերկրի մասնագետները մեկ շաբաթ տեղի մանկապարզ գինեկոլոգների մասնակցությամբ կանցկացնեն դասընթացներ և կիրականացնեն վիրահատություններ, նպատակ ունենալով մարզերում բարձրացնել ծննդաբերության ժամանակ անեսթեզիոլոգիական միջամտությունների որակը։ Շոտլանդացի անեսթեզիոլոգ Սայմոն Միլլերը նշում է, որ իրենք հիմնականում կիրառում են տեղային անզգայունացման եղանակը։ Մասնագետները նկատել են, որ Շիրակի մարզում առավել կիրառելի է ընդհանուր անզգայացումը, ինչն այնքան էլ անվտանգ չէ։ Some differences in how այստեղ բժիշկներն իրենց ոլորտից տեղեկացված են, շատ լավ են տիրապետում սարքավորումներին, բայց ինձ համար անհասկանալի է ծննդատանը կիրառվող մեթոդները։ Մեր երկրում հիմնականում օգտագործում են տեղային անզգայունացումը, մեր օրերում այն ավելի ժամանակակից է և մատչելի է։ Անցկացվի այստեղ ուսուցողական սեմինար, գիտաբժշկական սեմինար, ցավազրկման մանկաբարձական ցավազրկման ժամանակակից մեթոդների նորանոր մեթոդների ներկայացման և մեկ աշխատանքային շաբաթ մենք այստեղ կանցկացնենք բարեգործական վիրահատություններ կատարելով և մեր տեղացի կոլեգաներին ցույց տալով նորամուծությունները այս բնագավառում։ Մենք 50 արդեն մոտ 50% կատարվել է տիպի տարվա սկզբից վիրահատություններ տեղային անզգայացումով և միակն ենք երևի մարզում, որ տեղային իրականացել ենք 50% վիրահատություն և այստեղ մենք այդ տեխնիկային լավ տիրապետում են նորմալ մեր բժիշկները, ուղղակի խնդիրը ավելի էլ որակի լավացումն է, փորձի փոխանակում է նոր մեթոդներ, իրանք կիրառում են, չենք կիրառում